111 տարի անց արդարությունը եւ արդարադատության համար վարված պայքարի ջահը թույլ չենք տալու մարել։ Այս երթի առաջին ջահագիրները եղել են Շահան Նաթալին, Արմեն Գարոն, Սողոմոն Թեհլերյանն ու Արամ Երկանյանը, Միսակ Թորլակյանն ու Արշավի Շիրակյանը, ովքեր Նեմեսիսի վրիժառու բազուկով մաքրեցին մեր ազգի ճակատից թույլի եւ նվաստի խարանը։ Այսօր մենք պատիվ ունենք կանգնելու այստեղ որպես այդ վրիժառու բազուկների ժառանգորդներ։ Թերթեք պատմության էջերը, թերթեք ազգերի ճակատագրերը եւ կտեսնեք, արդյոք կարող եք գտնել մեկ ուրիշ ազգ, ում դեմ գործվել է այս ոճիրը եւ ով ինքն է հենց պատժել դրա իրականացնողներին։ Տեսեք, կգտնեք մի ազգ, ում մի հատվածին կոտորել են, իսկ մյուս մասը պայքար է մղել եւ իր ժառանգությունը փրկել, ինչպես Սասունում, Վանում, Զեյթունում, Շապին Գարահիսարում եւ մի շարք այլ հայկական բնակավայրերում։ Սիրելի հայեր, հայոց ցեղասպանությունը լոկ պատմական իրադարձություն չէ։ Այն քաղաքական գործընթաց է, որ թուրքական քաղաքական միտքն ու յաթաղանը ծրագրել եւ իրականացրել է մեր դեմ 1895-96 թվականներից սկսած Համիդյան ջարդերով, ապա շարունակելով Ադանայում եւ ամբողջ Արևմտյան Հայաստանում, Կարսում, Շուշիում եւ Արևելյան Հայաստանի մի շարք այլ շրջաններում եւ շարունակվում է մինչեւ այսօր։ Այս գործընթացը կասեցվել է հայ ժողովրդի կողմից, երբ ոտքի են կանգնել եւ պատասխան հարված ենք հասցրել, ինչպես 18 թվականի Սարդարապատում կամ 90-ականներին Արցախում, երբ թուրքական յաթաղանը նորից սկսվեց ճոճվել հայերի դեմ, այս անգամ Բաքվում եւ Սումգայիթում։ Այսօր եւս թշնամու օրակարգը չի փոխվել։ Մեկ հայ այն էլ թանգարանում թողնելու քաղաքական ծրագիրը դեռ թշնամու սեղանին է։ Այն դանդաղ կամ արագ, կոշտ կամ փափուկ ուժով նպատակ ունի խլել մեր ինքնությունը, ոչնչացնել մեր տեսակը, խլել մեր պայքարելու կամքն ու ապա մեր տունը, մեր հայրենիքը։ Չի անցել վերջին էթնիկ զտումից եւ տեղահանումից ընդամենը 3 տարի, բայց մեզ փորձում են համոզել, որ միայն մեր ցանկությամբ կարող ենք փակել այս էջը։ Մեզ ասում են, թե պետք է հաշտվենք թշնամու հետ եւ դառնանք պարզապես հարևաններ։ Իսկ ինչպես, եթե թշնամին ամեն օր շարունակում է մեր հայրենիքի նկատմամբ իր զավթողական քաղաքականությունը։ Մեզ ասում են, եկեք մոռանանք եղածը, իսկ ինչպես մոռանանք, եթե թշնամին ամեն օր քանդելով մեր եկեղեցիները 3 Ստեփանակերտում փորձում է բացել մեր դեռևս չսպիասած վերքերը։ Սիրելի հայ երիտասարդ, այս ցավալի եւ մեր ժողովրդին արյունաքամ անող գործընթացը կանգնեցնելու միակ մեկ ձև կա՝ լինել ուժեղ եւ պատասխան տալ թշնամուն ավելի ուժգին, քան ինքն է փորձում մեզ հարվածել։